Եկեղեցական հայտարարություններ։ Ամեն երկուշաբթի ժամը 17-ից 18-ը եկեղեցու աղոթքի դահլիճում տեղի է ունենում մայրերի աղոթք ծառայությունը։ Սիրելի մայրեր, քույրեր եւ կանայք, եկեք միաբան բարեխոսենք եւ աղոթք բարձրացնենք առ Աստված ձեր շրջապատում գտնվող խաղամոլության, թմրամոլության, հարբեցողության ճիրաններում հայտնվածների եւ բանտարկյալների համար։ Վերականգնողական կենտրոնի աղոթք հավաքույթը տեղի է ունենում յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 18-ին։ Յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին տղամարդկանց հավաքույթ աղոթքի դահլիճում։ Ամեն չորեքշաբթի ժամը 18-ին տեղի է ունենում ոսկե սերունդ հավաքույթը, որը նախատեսված է 60 եւ ավելի տարիքի մարդկանց համար։ Չորեքշաբթի ժամը 18:30-ին եկեք միաբանվենք զինվոր ծնող ծառայության աղոթքներին, մեր երկրի խաղաղության եւ մեր զինվորների պաշտպանության համար։ Յուրաքանչյուր ուրբաթ օր ժամը 18-ին ընդհանուր եկեղեցական աղոթք։ Եկեք միասին աղոթենք եւ բարեխոսենք մեր եկեղեցու եւ երկրի խաղաղության համար։ Իսկ 19:30-ին եկեղեցու աղոթքի դահլիճում տեղի է ունենում ազատագրման ծառայություն։ Каждую субботу в 12:00 в молитвенном зале церкви проходит служение на русском языке. Սիրելի պատանիներ, ամեն շաբաթ ժամը 18-ին եկեղեցու աղոթքի դահլիճում տեղի է ունենում պատանեկան ծառայություն։ Ավետարանչական ծառայության աղոթքին կարող եք մասնակցել յուրաքանչյուր կիրակի առավոտյան ժամը 10-ին աղոթքի դահլիճում։ Յուրաքանչյուր երեքշաբթիից ուրբաթ հովվական անհատական խորհրդատվություն։ Գրանցման եւ մանրամասների համար ծառայության վերջում մոտեցեք տեղեկատվական բաժին։ Սիրելի եկեղեցի, հունվարի 24-ին ժամը 18-ին եւ հունվարի 25-ին ժամը 12-ին Երևանի կյանքի խոսք եկեղեցուն խոսքով կծառայի Հովիվ Գոր Մեխակյանը։ Սիրով սպասում ենք ձեզ։ Սիրելի երիտասարդներ, մտապահեք ձմեռային երիտասարդական ճամբարի օրերը, որովհետև ձեզ սպասում են անմոռանալի օրեր։ Ճամբարը տեղի կունենա փետրվարի 5-ից 8-ը 17-ից 28 տարեկան բոլոր երիտասարդների համար։ Այդ օրերին մեզ հետ կլինեն նաև Հունաստանի Ալֆա եւ Օմեգա եկեղեցու հովիվներ Մկրտիչ Խամոյանը եւ Լիաննա Գալուստյանը։ Ճամբարի ծրագիրը ներառում է հոգևոր ծառայություններ, թիմային քննարկումներ, աղոթքի եւ երկրպագության երեկոներ, զվարճալի խաղեր եւ ժամանցային շոու ծրագրեր։ Այնպես որ չմոռանաք ծառայության վերջում տեղեկատվական բաժնից վերցնել ճամբարի հարցաթերթիկը եւ նախապես ամրագրել ձեր տեղը։ Շաբաթը լի է աղոթքներով եւ հավաքույթներով, այնպես որ հետևեք մեզ մեր սոցիալական հարթակներում, որպեսզի ոչինչ բաց չթողնեք։